Բարև ձեզ, Նյուզայեմը շարունակում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների հետ հարցազրույցների շարքը եւ այսօր մեր տաղավարում է ժողովրդավարական համախմբում կուսակցության առաջին համար վարչապետի տեխնացու Սուրեն Պետրոսյանը։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, դուք քաղաքական դաշտում նոր չեք եւ պրոցեսներին ընտրական էլի եք մասնակցել, եթե չեմ սխալվում, քաղաքապետի։ Կարծում եք ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել։ Ընտրություններով եւս հնարավոր է իշխանություն փոխել, բայց մեր ներկայիս իրականությունը դրան այդքան էլ չի նպաստում։ Իսկ ընդհանրապես բնականաբար հնարավոր է իշխանություն փոխել ընտրություններով։ Ինչը այն չի։ Եք հիմնականում անդիմադիր դաշտի չկայացվածությունը, ցածր լեգիտիմությունը, սա է ամենամեծ խնդիրը։ Եվ նաև այն ռեպրեսիաները, որ իրականացնում է իշխանությունը, դա պայմանավորված է նաև անդիմության ցածր վարկանիշով։ Ուրեմն կա մի երկաթյա կանոն, որքան անդիմության լեգիտիմությունը բարձր է լինում, որքան ունենում է հանրային մեծ աջակցություն, այնքան անգամ ամենառեպրեսիվ իշխանությունները զերծ են մնում անհարկի ճնշումներից, որովհետև դա մի քանի անգամ ավելացնում է ճնշումը իշխանության նկատմամբ, ավելացնում է անդիմության կողմնակիցների թիվը եւ բերում ավելի մեծ խնդիրներ։ Հետևաբար նաև այս իրավիճակը նաև պայմանավորված է անդիմության թույլ լինելով։ Սա եւս պետք է արձանագրել։ Բնականաբար սա որևիցե կերպ չի արդարացնում իշխանության բնույթն ու էությունը։ Տեսեք, դուք ասում եք անդիմությունը թույլ է, դուք երկրորդ ընտրությունն եք մասնակցում եք երկրորդ ընտրություն որպես քաղաքային ընտրությունների առաջինը։ Սա համապետական առաջինն է։ Այո, համապետական առաջինը քաղաքային։ Ես ուզում եմ հասկանալ, օրինակ դուք եք ընդդիմություն, ինչը ճիշտ չեք անում, որ ձեր ասած այդ լեգիտիմությունը չունեք։ Ոչ թե ինչը ճիշտ չենք անում, այլ ինչի համար է անհրաժեշտ ժամանակ։ Ցավոք մենք պատկերացնում ենք, թե երբ տեսնում ենք ընդդիմությանը, գիտենք, թե անմիջապես հաջորդ տարվա մեջ նա պետք է միանգամից ունենա 20-ից 30% լեգիտիմություն։ Այն ուժերը, ովքեր մտնում են դաշտ եւ միանգամից ունենում են 10%, 15%, 20% լեգիտիմություն, վստահ եղեք, որ նրանք պրոյեկտներ են։ Որովհետեւ մենք այսօր գործ ունենք մի քաղաքական համակարգի հետ, որտեղ որ գործում է փոխհամաձայնեցված խմբիշխանության սկզբունքը, այսինքն որպես այդպիսին դասական իմաստով իշխանություն եւ ընդդիմություն, տիտղոսակին ընդդիմություն մենք չունենք։ Նրանք նույն արժեհամակարգը, նույն քաղաքականությունը սպասարկող եւ 30 տարիներից ավել այս ընթացքում նույն այդ համակարգի առանցքային հիմնասյուներն են։ Հասկանանք դերեք ում պրոյեկտը, իշխանության պրոյեկտ, ինչ որ այլ մարդկանց պրոյեկտ։ Կապ չունի, եթե մի ուժ միանգամից մտնում է դաշտ եւ ունենում է 10-15% աջակցություն, նա միանգամից իմացեք վստահ եք, որ նա պրոյեկտ է։ Այլ տարբերակ հնարավոր չի եւ եթե նա իրականում ընդդիմություն է դիրքավորվում։ Մեր իրականության մասին է խոսքը, ոչ թե ընդհանրապես, որովհետեւ մենք այսօր ունենք փոխհամաձայնեցված խմբիշխանություն։ Եթե դուք պայքարում եք քաղաքական համակարգի դեմ եւ նպատակ ունեք ճեղքելու, դուք պետք է իմանաք, որ դուք չեք պայքարում միայն իշխանության դեմ։ Դուք պայքարում եք նաև հավասարաչափ ընդդիմության դեմ, որովհետև եւ իշխանության եւ ընդդիմության շահերից է բխում այս համակարգը պահել փակ, այս շղթան պահել փակ եւ որևիցե մեկը չկարողանա մուտք գործել այս դաշտ։ Հետեւաբար այս ճանապարհը անցնելու համար նաև երկար ժամանակ է պահանջվում, որովհետև թե իշխանական, թե մեդիա, թե հիմնական ֆինանսական ռեսուրսները գտնվում են իշխանության եւ ընդդիմության ձեռքում, եւ եթե դուք նրանց պրոյեկտը չեք, նրանց վերահսկողության տակ չեք գտնվում, որևիցե մեկը ձեզ հոժարական ոչ լուսաբանելու է, ոչ աջակցելու է նկատի ունեմ այդ ռեսուրսներով։ Իդեպ նաև ես նրանից որևիցե կերպ թոսաչնկավի որպես ողսա շատ օրինաչափ պայքար է, բայց նաև այն ռեսուրսները, որոնք նրանք ունեն, այդ ռեսուրսները եւս ձեռք չեն բերվել մեր նման հավասար պայքարում։ Նրանք այդ բոլոր ռեսուրսները ունեն բացառապես իշխանության եղած տարիներին եւ այդ հնարավորությունները օգտագործել են բացառապես սեփական շահ սպասարկելու համար եւ ունեն թե լրատվականները, թե ֆինանսական ռեսուրսները եւ մնացածը։ Այսինքն մեր ելման կետերն էլ հավասար չեն։ Չեն եղել իշխանություն, բայց բարձր ռեյտինգ ունեն։ Այդպիսի ուժեր էլ կան, այս 19-18 լավ իշխանությունը մինուս 18 ուժերի մեջ։ Չեն իշխանության չեն եղել, բայց բավականաչափ ռեյտինգ ունեն։ Իշխանությանն էլ անպայման չի լինում չի նշանակում անպայման երկրի ղեկը ստանձնած լինել։ Դա նաև նշանակում է լինել փոխկապակցված հետները եւ սպասարկել այդ քաղաքական համակարգը եւ տարբեր կապերում միմյանց հետ կապված լինելը։
Անպայման չի այդ մարդը անպայման լինի երկրի ղեկավար։ Եթե այդպես նայենք 4 հոգի են ընդամենը եղել։ Պարոն Պետրոսյան, այս օրերին շատ է ընդունված ասել, որ փոքր ուժերը ձայներ փոշիացնողներ են։ Այս համատեքստում արդյոք դուք չգտաք համախոհ կուսակցություն այս ուժերի հետ, որոնք մասնակցում են ընտրություններին, եւ իրենց հետ միասին գուցե արդյունքն ավելի լավ լիներ։ Տեսեք, քաղաքական գործընթացը արժեքների եւ առաջնահերթությունների մասին է, սկզբունքների մասին է, եւ ոչ երբեք ամեն գնով պարլամենտում հայտնվելու մասին է։ Սա է պետք արձանագրել ամենաառաջինը։ Այդ օրակարգը, որը նետված է ընդդիմության կողմից, սպասարկում է իշխանության օրակարգը եւ սպասարկում է այս փոխհամաձայնեցված խմբիշխանության օրակարգը։ Այսինքն դրանով այդ մարդիկ մեզ կամ մեր միջոցով կամ մեր շնորհիվ կամ մեզ արգելափակելու միջոցով փորձում են իրենց լեգիտիմության եւ վստահության պակասը լրացնել։ Այսինքն մարդկանց պարտադրում են, որ քվեարկության հիմքում դրվի տեխնիկական սկզբունքը եւ որ մարդը իրականացնի վատի ու վատագույնի մեջ ընտրություն։ Եվ ամբողջ խոսույթն է դա։ Ասում են, գիտեք, իհարկե մենք վատն ենք, բայց նաեւ իշխանությունը մեզանից ավելի վատը դա հաշվի առեք։ Այսինքն մարդկանց պարտադրում են, որ գնա իրականացնի վատի ու վատագույնի միջև ընտրություն։ Այնինչ մարդիկ պետք է ոչ թե քվեարկեն, այլ իրականում կատարեն ընտրություն։ Ընտրության հիմքում դնելով ոչ թե նրանց կողմից մանիպուլացող այդ օրակարգերը ձայն փոշիացնելու, այլ իրենց հարց տան։ Ասեն իմ ընտրության հիմքում ի՞նչն է ընկած։ Գաղափարը, արժեքը, իմ համոզմունքը, թե լրատվականների միջոցով ձևավորված այդ կեղծ օրակարգերը, որ դուք ձայն եք փոշիացնելու, չգնաք այս մարդուն քվեարկեք եւ այլն։ Ձայն փոշիացնել, կրկին եմ ասում, դա կեղծ օրակարգ է, հնարավորություն ունեն այն ուժերը, ում տվյալ մարդը կքվեարկի։ Սա ընդամենը հանրային կարծիքի վրա ազդելու կարևոր միջոց է։ Եվ մենք տեսնում ենք այն ուժերը, ովքեր որ այսօր կան, որևիցե մեկը այսօր չի պայքարում իշխանության համար, բացի քաղաքացիական պայմանագրից, որևիցե մեկը։ Մնացած բոլոր ուժերը բացառությամբ երևի մեր ձևովից, որտեղ 10%-ը կարծում եմ կհաղթահարի, թեպետ չեմ ուզում որևիցե մեկի տեղ գուշակություն անել, բոլոր մնացած ուժերը խնդիր են լուծում պարլամենտ անցնելու շեմը հաղթահարելու համար։ Բոլորը անխտիր։ Հիմա հանրություն, հիմա քաղաքացիներին հարցն ենք ասենք, եթե ձեզ պարտադրում են ասելով գնացեք ընտրեք օրինակ կամ ՔՊ-ին կամ երկրորդ նախագահին կամ չգիտեմ մեր ձևովին կամ չգիտեմ մյուսին, ես հարց եմ տալիս, եթե նույն այդ սկզբունքով առաջնորդվեք, ունենալու եք էլի 2021 թվականի պարլամենտը, որը որակապես որևիցե բանով չի տարբերվում։ Դուք ուզում եք այդ պարլամենտը ունենաք, թե ոչ։ Մարդկանց խաբում են, ասում են, որ դուք գնում եք ընտրեք վարչապետ։ Մարդիկ վարչապետ չեն ընտրում։ Մարդիկ ընտրում են խորհրդարան։ Հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն պիտի հարցնի. արդյոք ես ուզում եմ 2021 թվականի կամ 18 թվականի, 17 թվականի բովանդակությամբ նկատի ունեմ նույն պարլամենտը ունենալ։ Այս 5 տարիները տեսնելով, դրանից առաջ տեսնելով, ես ուզում եմ այդ պարլամենտը ունենամ, թե չէ։ Մարդկանց մանիպուլացնելով պարտադրում են, որ մարդը ձևավորի նույն պարլամենտը։ Այնինչ այսօր հասարակությունը պետք է կանգ դրսևորի այս ազգային թակարդից դուրս գալու եւ կապանքները պատռելու համար։ Ասում եք նույն օրակարգի մեջ են բոլորը։ Հիմա ձեր օրակարգին անդառնանք։ Օրինակ դուք ունեք հստակ օրակարգ իշխանությունից կամ նույն ընդդիմությունից տարբերող խաղաղություն բերելու օրակարգ։ Ո՞րն է ձեր օրակարգը։ Ո՞րն է։ Ինչպես եք բերելու խաղաղություն։ Դա շատ համակարգային է, նախ ասեմ, անվտանգային հարցերի շուրջ չի կարելի շատ պարզ դատողություններ անել։ Մենք այս բարդ եւ բազմաշերտ աշխարհում եւ այս փոխվող իրականության մեջ նման բարդ հարցերի շուրջ այնպիսի պարզ պատասխաններ ենք ակնկալում, որը որ անհեթեթություն է իրականում։ Այլ ընտրանքը ո՞րն է։ Հիմա ցույց ասում եմ այլ ընտրանքը։ Նախ քաղաքականության իրականացման համար եւ ընդհանրապես փոփոխությունների համար կարեւոր է մի քանի կոմպոնենտ։ Առաջին հերթին գաղափար, գաղափարը կրող մարդ, տեխնոլոգիաներ եւ ռեսուրս։ Այս ամենից որևիցե մեկը իմ խորին համոզմամբ գոնե չվիրավորելով որևիցե մեկին քաղաքական տեսանկյունից որևիցե մեկը մինչ այսօր չունի։ Կարող է ունենալ ռեսուրսներ, բայց այս ռեսուրսը ունենալը ոչ մարդու, ոչ գաղափարի տեղը չի կոմպենսացնում, անգամ տեխնոլոգիաների իմացությունը, որտեղ առաջին երկու կարևորը դրանք են։ Մենք այս օրակարգի մեջ որպես ընդդիմություն չենք դիրքավորվել եւ մեր ընդդիմության, այսպես ասեմ, կոչումը վաստակելու համար երբեք որևիցե մեկին չենք վարկաբեկել, ինչպես մնացածը։
չենք վիրավորել, անձնական դաշտ չենք մտել, պառակտումներ չենք մտցրել, կեղտոտ ցածր մակարդակի խոսույթով երբեք աչքի չենք ընկել։ Հակառակը մենք այս քաղաքական համակարգ եւ դաշտը փորձում ենք բարձրացնել մի փոքր ավելի այլ մակարդակի, որտեղ մեր հակասությունները կլինեն օրակարգերի, գաղափարների։ Հետևաբար ընդդիմություն չի կարելի համարել այն մարդուն, ով պարզապես առավոտից երեկո գոռում է, որ իշխանությունը դավաճան է։ Ընդդիմություն լինել նշանակում է ունենալ խորապես այլ օրակարգ։ Այլ դավաճան չի իշխանությունը։ Խորապես, հիմա կասեմ, խորապես այլ օրակարգ, այլ բովանդակություն, այլ տեսլական դա իրագործելու այլ ճանապարհներ եւ իրական այլընտրանք անգամ քաղաքակրթական։ Իսկ ինչ վերաբերում է դավաճանին, երբեք որևիցե մեկը ինձնից չի լսել եւ չի լսի դավաճան արտահայտությունը, քանի դեռ չլինի դրա քրեաիրավական հիմնավորումը, բայց դա քրեաիրավական կատեգորիա է, որի մեջ ես երբեք չեմ մտել, քանի որ ես յուրաքանչյուր իմ խոսքի համար պատասխան եմ տալիս եւ երբեք չեմ առաջնորդվել էմոցիաներով կամ միայն վիրավորական խոսքերով։ Իսկ ինչ վերաբերում է ազգային անվտանգության սպառնալիքին, այո, այն քաղաքականությունը, որը իրականացնում է ներկայ իշխանությունը, մեզ համար գոյաբանական սպառնալիք է, որովհետև խարխլվում է մեր իմունիտետը ընդհանուր առմամբ, խեղաթյուրվում է մեր ինքնությունը, պատմական անցյալը, մշակույթը, հասարակության ծայրահեղ բևեռացումը եւ պառակտումը, ինչպես նաեւ արտաքին աշխարհում մեր դիրքավորումը եւ ընդհանրապես արտաքին քաղաքականության իրականացումը մեզ տասնապատիկ ավելի խոցելի է սարքում նաեւ արտաքին թշնամիների կամ արտաքին հակառակորդների համար եւ հենց սա էլ կոչվում է ազգային անվտանգության սպառնալիք, բայց ես երբեք կրկին եմ ասում, որևիցե մեկին անձնապես չեմ վիրավորել, չեմ մտել այդ ճղճիմ դաշտը, իմ խոսույթի մեջ երբեք վիրավորանքներ չեք տեսնի, էմոցիոնալ ինչ-որ արտահայտություններ անպատասխան չեք տեսնի։ Գուցե նրա համար է, որ իշխանությունը ձեզ չի թիրախավորում։ Իսկ ով է ասում, որ չի թիրախավորում։ Թիրախավորում, որովհետև մենք տեսնում ենք ամբողջ ընտրությունների այս ընթացքը 3 հիմնական ուժերի վրա է կառուցում Փաշինյանը։ Ձեզ հենց մի օրինակ բերեմ, 3 տեղի ունեցած, որին բնականաբար կարձանանքի։ Եթե չեմ սխալվում, անունը Տավրոս Թալինի քաղաքապետ, թե համայնքապետ ազգանունը չեմ հիշում։ Ոչնդոտել ձեր քարոզարշավը։ Մեր թիմակցին Սողոմոն Խաչատրյանի նկատմամբ հենց 3 Դավթաշենում քարոզարշավի ժամանակ, որտեղ մենք ներկա չենք եղել, բայց պարոն Խաչատրյան ներկա է եղել, եւ ոչ միայն խոչընդոտել են ասել, որ դուք ինչ իրավունք ունեք այստեղ քարոզարշավ անելու, որովհետեւ ընդհանուր միտքն եմ ասում, հա, եթե ինչ-որ բառեր տարբերություն լինի, ոչինչ։ Դուք ինչ իրավունք ունեք այստեղ քարոզարշավ իրականացնելու, դուք բանակից կոպիտ ասած հա թռած եք, դուք հրամանատար եք, թողել եք, գնացել եք եւ այլն, ու այդ հոլովակը տեղադրել են այնպես, որ ամբողջը մոնտաժած է, այնտեղ պարոն Խաչատրյանի, Սողոմոն Խաչատրյանի պատասխանները չի լսվում եւ այդ ամեն ինչը շատ ավելի գրեհիկ, ավելի, այսպես ասեմ, հա ճղճի մակարդակով այն է։ Այո, Դավթաշենում, այո, ինքն է մոտեցել այդպես։ Այո, դա նաեւ հոլովակա իր էջում նաեւ տեղադրված է դա, բայց մոնտաժված։ Եվ ասել դուք ինչ իրավունք ունեք, ոչ միայն ըստ էության խոչընդոտել են քարոզարշավը, այլ նաեւ այդ ցածր մակարդակի խոսույթով, որի տակ անգամ նվազագույն ճշմարտություն չի եղել եւ նրանք մեղադրանք են հնչեցրել մարտական գնդապետի, ով իրականում ունի անբասիր հեղինակություն։ Այն քիչ որևիցե մեկին չվիրավորելով, հա, այն քիչ ասելով չեմ ասում 1-2-ն են, բայց այն քիչ գնդապետներից եւ բարձրաստիճան սպաներից է, ով ունի պարզապես փայլուն եւ օրինակելի անցյալ, ունի հսկայական ծառայություն մատուցված Հայաստանի Հանրապետությանը, ունի ռազմական փայլուն ուղի անցած եւ այսպես շարունակ եւ այս մակարդակում ինչ որ մի մարդ, որը անգամ համեմատելի չէ, հա, իր թե էությունը, թե անձը, թե իր մասնագիտականը, թե իր անցած ճանապարհը, իրեն իրավունք է վերապահում այն էլ հեծանիվի վրայից անգամ ճիշտնելով, հա, այդպես գրեհիկ ինչ որ խոսույթներ, փախածներ եւ այլը։ Փաստորեն վարակի չէ իշխանությունում, ինչու չեք զոհվել, փախածներ, բոլորը օրակարգի մեջ են։ Բնականաբար այս խոսույթը այն էլ ասում են այնպիսի մարդուն, ում պարագայում անգամ նվազագույն խախտում հնարավոր չի գտնել, փայլուն զինվորական ծառայություն, ուղղակի փայլուն, թե որպես անձ, եւ դա զինվորական դաշտում հարթությունում բնական նրան մեծամասնությունը ճանաչում են, որևիցե մեկը անգամ նվազագույն խնդրահարույց արտահայտություն իր հասցեին անել ուղղակի չի կարող, բայց ինչ որ այսպես մի տրենդ է սկսվել, հա, որ ինչու՞ չեք գնացել, չեք զոհվել եք հերոս հակահերոսի, հա, չեմ ասում, հա, մարդը հերոս է, մյուսը հակահերոս, բայց հերոս հակահերոսի կերպարների խեղաթյուրումը, սա եւս ազգային անվտանգության սպառնալիք է։
Մարդը պիտակավորում է, հա, մարդը չունենալով անգամ անցած ճանապարհ, նվազագույն ներդրում պետականության մեջ, անհայտ պատճառներով եւ հետևանքով ինչ որ միտեղ հայտնված մարդ, դուք մոտ 30 տարի իր կյանքը, առողջությունը Հայաստանի Հանրապետության համար ներդրած սպային, ասում եք փախած է եւ այլն, որի տակ նվազագույն ճշմարտություն չկա եւ պատասխանատվություն։ Ինչի մասին է խոսքը։ Հենց այս խոսույթն էլ է ազգային անվտանգության սպառնալիք։ Այս խոսույթը ես մի օրինակ ասեցի, եւ այդպես օրինակ կարող եմ տարբեր ասել, իհարկե բնականաբար դրան եւ իրավական եւ հանրային հարթությունում արձագանք անպայման կլինի, բայց ես մի օրինակ ասեցի։ Պարոն Պետրոսյան, մենք այս շրջանում նկատել ենք, որ իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին հունից անում է Արցախի թեման, արցախցիների արձագանքը։ Այս համատեքստում դուք ունեք բացատրություն, ինչու է օրվա իշխանությունը հունից դուրս գալիս, երբ որ միանգամից հայտարարում է, որ Արցախի էջը փակված է, արցախցիների վերադարձ չկա, ինչն է նյարդայնացնում Փաշինյանն այդքան։ Ինձ թվում է այդ հարցը ավելի ճիշտ կլինի իրեն տալ, կարող է սեփական մեղքի զգացումը, եթե իհարկե այդպեսին կա, կարող է վախը, որ ադրբեջանական իշխանությունները դրան բացասական կերպով կնային, չեմ կարող ասել, հարցը երևի թե իրեն պետք է տանք։ Մենք փաստը, բայց պատճառը թող իրենք ասեն։ Եվ ձեր մասով Արցախի վերաբերյալ դուք ինչ ծրագիր ունեք, դուք եթե օրինակ իշխանություն լինեք, Արցախի վերադարձ, արցախցիների վերադարձ, այս հարցերի հետ կապված ինչպիսի դիրքորոշում ունեք։ Արցախի վերադարձը այս պահին մանիպուլատիվ որակարգ է։ Արցախի վերադարձը եւ ընդհանրապես Արցախի հիմնախնդիրը այս պահին սառեցված է, ոչ փակված։ Եթե ասենք փակված, նշանակում է նաև մենք ռազմական ագրեսոր ենք եւ դրա ամբողջ հետևանքները պետք է կրենք։ Սա մեկ։ Երկրորդը, Արցախի հարցը անկախ մեր կամքից անգամ, մենք այդպես չենք ցանկանում, բայց անկախ մեր կամքից Արցախի հարցը երբեք ուղղակի փակված չի կարող լինել, երբեք, որովհետեւ այն մարդիկ, ովքեր մտածում են, թե Արցախի հարցը փակել են այդպես, նրանք լավ չեն պատկերացնում տարածաշրջանը, աշխարհակաղակական գործընթացները, Արցախի ռազմավարական խորությունը եւ այդ խորությունը միայն Հայաստանի համար չի։ Շատ բնականաբար ռազմավարական խորության մասին անգամ պատկերացում չունեն։ Արցախի խնդիրը երբեք փակված լինել չի կարող։ Սա մոռացեք։ Եվ այդ հարցերը վախենում, որ իշխանությունը ձեզ կմեղադրի պատերազմ հրահրելու մեջ։ Այդ խոսույթով ես ասում եմ Արցախի խնդիրը այսօր սառեցված է։ Սա նշանակում է, որ մենք Արցախի վերադարձի ոչ օրակարգ ենք առաջ քաշում եւ ոչ էլ նման ինչ-որ ագրեսիվ խոսույթ սառեցված է, բայց ես ասում իրականությունը։ Արցախի հիմնախնդիրը երբեք փակված լինել չի կարող։ Անկամ, տեսեք ինչ եմ ասում, անկամ Արցախը դառնա Հայաստանի Հանրապետության մաս, կրկին Արցախի խնդիրը փակված լինել չի կարող, որ այսպես պարզ լինի, պատկերացրեք։ Իսկ երբ կփակվի։ Որևիցե պարագայում չի փակվելու Արցախի խնդիրը, որևիցե պարագայում, սակայն Արցախը շատ կարևոր առանցքային կոմպոնենտ կարող է լինել մեր անվտանգության երաշխավորման հարցում հաշվի առնելով ռազմավարական խորությունը։ Այսինքն միշտ կրպախնձոր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի։ Բնականաբար դա ընդհանրապես նշանակություն չունի Հայաստանը դրանից լիովին հրաժարվել է թե չի հրաժարվել։ Ընդհանրապես նշանակություն չունի եւ ընդհանրապես պատմական կտրվածքով հողի հարցերը, ինչ վերաբերում հողին, այդքան հեշտ չեն փակվում։ Ես ձեզ մի օրինակ բերեմ։ Օրինակ մի քանի տարի առաջ հիշում եմ իմ տեսածն եմ ասում, Գերմանիայում երբ նստել ենք տրանսպորտ, ուրեմն տրանսպորտի ձևը չեմ հիշում, ճիշտ ասած մետրո էր, գնացք էր եւ այլն, գնացք էր հավանաբար։ Ուրեմն այնտեղ ուշադրություն դարձեցին, նաեւ նկարած ունեմ այդ նկարը մոտից կա, որ կայարանները վերջի գնում էր կայարանները, հա, թվարկվում էր այսպես, քարտեզը նայում եք վերը, եւ վերջի կայարանը Կալինինգրադն էր, որը միջազգայինորեն ճանաչված Ռուսաստանի սուվերեն տարածք է։ Անկամ տրանսպորտի մեջ գերմանացիները չեն հրաժարվում այսօր, թեկուզ միջազգային առումով փակված է այդ հարցը, չեն հրաժարվում Կալինինգրադից։ Եվ այսպես եւս 5-6 օրինակ։ Այդ դեպքում մենք ինչու ենք այդքան հեշտությամբ հրաժարվում։ 5-6 օրինակ կարող եմ այդպես բերել։ Ուրեմն իշխանության հրաժարվելը պետք չի շփոթել մենքի հետ, ժողովրդի հետ, ազգի հետ եւ ընդհանրապես մեր պատմական բայց եթե օրինակ ազգը չհրաժարվեր, արդյոք այս ամենը հանգիստ կտաներ։ Ոչ, սխալվում եք, ազգը երբեք դրա հետ ազգի մի մասը, սխալ ասեցիք։ Որևիցե մեկը դրա հետ իմ խորին համոզվում գլոբալ առումով համաձայն չի եղել։ Այդ նարատիվները, այդ օրակարգերը պարտադրվում են միշտ իշխանության կողմից։ Միշտ հիշեք, ժողովրդի մեծ մասը դառնում է այն օրակարգի կրողը, ինչ օրակարգի կրող լինում է իր քաղաքական վերնախավը։
Սա լավ իմացեք, բայց կրկին եմ ասում, սա չի նշանակում խոսույթից որևիցե կերպ, որ սա նշանակում է մենք իշխանություն ունենալու պարագայում, իշխանություն ունենալու պարագայում սկսելու են ռազմական գործողությունները, Արցախի պահանջը, վերադարձ եւ այլ։ Այս պահին այդ հարցը սառեցված է եւ ես չեմ զբաղվում մանիպուլյացիաներով, ես ասում իրականությունը։ Այդ հարցը այսօր սառեցված է եւ այդ հարցի ակտիվացումը Արցախի վերադարձի այս պահին իրականում ազգային անվտանգության սպառնալիք կարող է դառնալ մեր այս իրավիճակում։ Սա է պետք է հստակ լինի, որովհետև քանի դեռ մենք ինքներս խորապես խոցելի վիճակում ենք եւ անգամ նվազագույն կենսունակության նշաններ դեռ ցույց չենք տալիս, ինչ որ նման թեմաներից խոսել ուղղակի պոպուլիզմ է, որով տարբեր ուժեր կարող են շարժվել, բայց ոչ մենք։ Եվ ձեր արտաքին ուղղվածությունը քաղաքական ո՞րն է լինելու։ Դուք հիմա մենք տեսնում ենք քաղաքական դաշտում այնպիսի իրավիճակ է, երբ բավական լարված է ռուս-հայկական հարաբերությունները, մենք խնդիր ունենք ԵԱՏՄ-ի հետ կապված, մեր արտադրանքի արտահանման խնդիրներ ունենք, ՀԱՊԿ-ի հետ կապված անորոշ վիճակը։ Դուք ինչ եք կարծում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը ինչ ձև պետք է լինի կամ դուք օրինակ ինչպես կտանեիք, որը ճիշտ կընկալվեր այս պայմաններում։ Արտաքին քաղաքականության կուրսի հիմքում պետք է մի քանի կարևոր սկզբունք դրվի այսօր։ Եվ ընդհանրապես չպետք է լինել հակաարևմտյան, չպետք է լինել հակառուսական, չպետք է լինել հակաիրանական, չպետք է լինել հակաչինական եւ անգամ կարող է շատ հարցականներ առաջացնի, բայց կրկին ես ասում եմ իրականությունը, չպետք է լինել անգամ հակաթուրքական։ Այսօր մենք գտնվում ենք չափազանց խոցելի վիճակում եւ այսօր ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ աշխարհի քաղաքական ազդեցությունների քարտեզը բավականին արագ փոխվում է։ Չկան այլևս գերիշխանության կենտրոններ, չկան հեգեմոններ, որոնք այսպես ասած տարածաշրջանի հիմնական դերակատարներն ու կամ ինչպես ասում են ասողներն են։ Չկա այդպիսի բան, որ մենք անգամ ճիշտ կողմ ընտրելու հնարավորություն ունենանք, թե մենք ոչ թե պետք է ընտրենք, կողմնորոշվենք, այլ պետք է ինքնորոշվենք իրականում։ Հայաստանը չպետք է որևիցե պարագայում դառնա մի գերտերության համար հարթակ մյուսի դեմ տարվող պատերազմներում կամ ճնշումների համար։ Սա ամենակարևոր սկզբունքն է։ Երկրորդը, Հայաստանը արտաքին քաղաքականության հիմքում առաջին հերթին ընկած է ներքին քաղաքականությունը։ Ներքին քաղաքականությունից է ածանցվում արտաքին քաղաքականությունը։ Եթե մենք որպես պետություն եւ որպես ազգ այսօր ծայրագույն ինքնության ճգնաժամի մեջ ենք, այսինքն մենք չենք պատկերացնում աշխարհում տեղի ունեցող խաղի կանոնները, մենք չենք ճանաչում ինքներս մեզ եւ պատկերացում չունենք մեր տեղի ու դերի մասին փոխվող այս աշխարհում, հենց սա ինքնության ճգնաժամն է, ճանաչողության ճգնաժամը։ Մինչև մենք չկարողանանք ինքներս մեզ համար սահմանել նպատակներ, ուղղություններ, իդեպ ստամոքսը կուշտ ապրելը, դա նպատակի հետ ընդհանրապես կապ չունի։ Պատմության մեջ չեք կարող մի օրինակ գտնել, որտեղ ինչ-որ մի պետություն կամ ազգ իր առջև դրել է միայն կուշտ ապրելու նպատակ եւ ինքը շարունակ կարողացել է գոյատևել։ Չկա այդպիսի բան։ Նայեք անգամ քաղաքակրթությունների պատմության մեջ, նույնիսկ հեղինակներին կարող եմ հուշել, չկա այդպիսի բան, գոյություն չունի։ Հետևաբար պետք է ունենալ առաջին հերթին նպատակ, երկրորդ ունենալ կամք, ամենակարևորը։ Մենք հաճախ կամքի բացակայությունը մեր կամքի բացակայությունը թաքցնելու համար փորձում ենք արտաքին աշխարհը շատ ավելի բարդացնել, ասել որ արտաքին աշխարհն է ավելի բարդ եւ ոչ թե մենք կամք չունենք։ Ունենալ նպատակ, ունենալ առաջին հերթին կամք, ունենալ փոխհամաձայնեցման գաղափարներ։ Քաղաքական ազգը եւ ընդհանրապես ազգը ինքը նաեւ փոխհամաձայնեցման գաղափարներ են։ Ազգը, հիմա ներողություն, ազգը էթնիկ ծագման մասին չի միայն։ Եթե մենք էթնիկ ծագման հարթությունում ենք միայն ազգը դիտարկում, ապա մենք որևիցե կերպ չենք տարբերվում ինչ որ ասեմ ռասայական մոտեցումներից։ Ազգի հիմքում նաև ընկած է իմաստանշանային համակարգը, մշակույթները, պատմությունը, ավանդույթները, ինքնությունը։ Այս ամենը մեզ Պետրոսյան, հիմա մենք այսօր չունենք այդ։ Հիմա հստակ ավելի կոնկրետ հասկանանք, որ ուղղությունն եք դուք ավելի շատ, Եվրոպա, թե դեպի հյուսիս։ Դա կեղծ օրակարգեր են։ Այսօր որպես այդպեսին ոչ հյուսիս կա եւ ոչ էլ կա Եվրոպա։ Ինչ որ մեկին խնդրում եմ հարցրեք, ասեք, ո՞րն է Եվրոպան, կասեք, ով է Եվրոպա եւ ով Եվրոպա չի։ Երբ ասում են եվրոպական արժեհամակարգ, խնդրում կասեք, որ արժեհամակարգն է համարվում եվրոպական, որը տարբերվում է հայկական արժեհամակարգից։ Որևիցե մեկը ինձնից շատ ավելի Եվրոպան թող չսիրի։
Եվրոպա գնալը ֆիզիկապես չի լինում։ Նաև Եվրոպան մտածողության նաև որոշակի ձև է, այն մտածողության ձև, որի մասին քիչ առաջ ես խոսում եմ, որովհետև եվրոպական մշակույթի որը մինչև հիմա դեռ մեր երկրում չկա։ Բնականաբար չկա։ Մեր մոտ անգամ արևմտամետներ գոյություն չունեն։ Կան արևմտյան քաղաքականության հպատակներ։ Բայց տեսեք, օրինակ Ռուսամետներ անգամ որպես այդպեսին ռուսամետ է գոյություն չունի, կան ռուսական քաղաքականության հպատակներ։ Եվ մեր արտաքին քաղաքականության հիմքում մինչ օրս ընկել է հպատակային քաղաքականությունը։ Մենք անկախացումից ի վեր ուղղակի տեր ենք փնտրում, հասկանում եք, սա է խնդիրը։ Եվ մարդիկ 20 թվականի պատերազմից հետո, Արցախի կորստից հետո աշխարհը երբ փուլ է գալիս մեր գլխին, ասեցին, գիտեք, այ մենք հասկացանք, որ ռուսական կողմը մեզ բարեկամ չէ։ Բայց դրանից հետո բարեկամ չէ կամ մեր փրկիչը չէ։ Դրանից հետո փոխարեն իրականությունը տեսնեն, հրաժարվում են մի տիրոջից, փնտրելով մեկ այլ տեր, այնինչ տեր փնտրել կար պետք չէ։ Պետք է հասկանալ խաղի կանոնները, հասկանալ ընդհանրապես միջազգային հարաբերությունների գործարկման ձևերն ու տրամաբանությունները, ինչի հիման վրա է կառուցված միջազգային հարաբերությունները։ Վերջ-վերջո հասկանալ, որ ռուսները չեն կարող քեզ դավաճանել, քեզ կարող են դավաճանել բացառապես քո հայրենակիցները։ Քեզ ամերիկացիներն ու ֆրանսիացիները չեն կարող դավաճանել եւ երբեք չեն դավաճանել, որովհետեւ կրկին քեզ կարող է դավաճանել միայն քո սեփական տեսակը։ Այս պարզ լեզվամտածողությունը խոսույթը ցույց է տալիս, որ մենք շարունակում ենք մնալ հպատակ եւ փոխարեն այս իրավիճակից մենք կարողանանք դուրս գանք ու սթափ նայենք աշխարհին եւ վերջի առաջին անգամ գոնես վերջի 35 տարիների ընթացքում կամ կունենանք պատասխանատվություն ստանձնել մեր ճակատագրի նկատմամբ, մենք փորձում ենք հրաժարվենք մի տիրոջից, փոխարենը գտնելով մեկ այլ տեր։ Դա գիտեք ինչի է նման, որ գառնուկը ասի գորշ գայլը ավելի վատներ, քան օրինակ սպիտակ գայլը։ Գայլը մնում է գայլ։ Սրա մասին է խոսքը։ Եվ վերջում ամփոփելով, այս ընտրությունների ժամանակ նաև հետարքիր է դուք օրինակ, եթե ձեր ձայնից կախված լինի, իշխանություն պետք է վերընտրվի, թե ընդդիմության որևէ ուժ։ Ես չեմ առանձնացնում որևէ մեկին։ Դուք ինչպես եք վարվելու։ Ես բազմիցս ասել եմ եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, մեր ձայները որևիցե պարագայում, որևիցե իրավիճակում, անկախ քաղաքական ճնշում կլինի, ոչ քաղաքական կլինի, երբեք ոչ մի պարագայում ոչ տրվելու են քաղաքացիական պայմանագրին կամ իշխանությանը, ոչ էլ տրվելու են տիտղոսակիր ընդդիմությանը, որովհետև մեր համոզմամբ մենք գործ ունենք նույն քաղաքական համակարգի հետ, հետևաբար տեղապտույտները այս համակարգի մեջ մեզ համար ուղղակի անընդունելի են։ Նաև ոչ մեկին չեք օգնելու, բացարձակապես նորից գնալու եք ընտրությունների։ Բացարձակապես հետո շատ սցենարներ կա, դրան դեռ չեմ անդրադառնում, բայց մեր ձայնը երբեք որևիցե պարագային, որ նաև մեզ ընտրողները իմանան, ոչ տրվելու է ընդդիմությանը, պարլամենտական կամ տիտղոսակիր, ոչ տրվելու է իշխանությանը։ Բայց լավ չի տալ ընդդիմությանը սպառնալիքից անգամ նաև մենք դրա բարոյական իրավունքը չունենք, որովհետև այն ձեները, որ մենք ստանալու ենք քաղաքացիներից, ստանում ենք բացառապես նրա համար, որ մենք դուրս ենք իշխանության եւ ընդդիմության այդ կապանքներից։ Երկրորդն էլ, իսկ ինչ վերաբերում է ձեր նախորդ հարցին, որ ավելի լավ չէ, նորից գալիս է, որովհետև սպառնալիք եք որակում իրանց, ասում լավ չի, որ սպառնալիքից ազատվենք։ Սպառնալիքի կարևոր առանցքային մաս է նաև տիտղոսակիր ընդդիմությունը։ Բոլորին փաթեթով մեկին։ Բնականաբար, այո, գլխավոր եւ հիմնական պատասխանատուն ամեն ինչով բնականաբար ներկա գործող իշխանությունն է, բայց հավասարաչափ պատասխանատվություն են նաև կրում պարլամենտական եւ տիտղոսակիր ընդդիմությունը։ Բոլորը այսօր խոսում են միայն իշխանության մասին, ասելով որ նա իր պարտավորությունները չի կատարել եւ այլն տապալել է ամեն ինչ, բայց որևիցե մեկը բացի մեզանից համարձակություն չի ունեցել խոսել նաեւ ընդդիմության տապալումների մասին։ Եթե չեմ սխալվում, դուք ընդդիմափոխության մասին եք խոսում։ Բնականաբար, ես հիմա էլ եմ ասում, եթե չեղավ ընդդիմափոխություն, իշխանափոխություն չի լինելու։ Ինչպես ուզում եք նայեք այս ամեն ինչին։ Որևիցե մեկը չի խոսում, բա ընդդիմության դերը որը պետք է լիներ։ Ընդդիմությունը ամենևին պարլամենտում նստելու, աշխատավարձ ստանալու, մանդատով պաշտպանված լինելու եւ միայն իշխանության համար, իշխանությանը քննադատելու եւ պատասխանատվություն չկրելու համար չէ։ Նաեւ պետք է հստակ արձանագրել, որ սա եւ քաղաքագիտական եւ պատմական ճշմարտությունն եմ ես ձեզ ասում, ընդդիմությունը եւս իշխանության կրող է։
Այն հակապետական քաղաքականությունը, որը իրականացրել է եւ կարողացել է հասցնել մինչև վերջ եւ տանում է այդ հակապետական քաղաքականությունը, դրա համար առաջնային պատասխանատուներից է նաեւ ընդդիմությունը, որովհետեւ իրենց արկայությունը պետք է լիներ այնտեղ, նրա համար որ զսպեին այդ քաղաքականությունը։ Բայց եթե ամբողջ լծակների իշխանությանն է, ուժային կառույցները, մեծամասնությունը իրենք են։ Բայց պարագայում ընդդիմությունը ինչի համար են իրենք։ Թողնեն դուրս գան։ Բնականաբար։ Բայց հիմա ինչի համար են ասում թող իշխանությունը հեռանա։ Իշխանությունը ինչ է ասում։ Տեսեք ինչքան նման են խոսույթներով։ Ասում են թող իշխանության հրաժարականն են, չէ՞, պահանջում ես 4 տարի, 5 տարի, չէ՞։ Ասում են ինչի համար է պահանջում իշխանությունը, չէ՞, ասում։ Ասում են դե որտեվ տապալել եք եւ այլ եւ այլ։ Ասում այ իհարկե տապալել եմ, բայց այլ կերպ ուղղակի հնարավոր չէր։ Չեմ ուզեցել, բայց այլ կերպ հնարավոր չէր։ Հիմա այսպես է իրավիճակը ստեղծվել Արցախի մնացած հարցով, ճիշտ է։ Ուզում ենք, բայց չենք կարողացել։ Իրենց մեկնաբանությունն եմ ասում։ Հիմա ընդդիմությանն են ասում եք ընդդիմություն, դուք ձեր առաքելությունը չեք կատարել, այն ինչի համար դուք մանդատ եք ստացել։ Ինչի բա դուք չեք հրաժարվում, բայց նրան ասում եք, բայց դուք չեք հրաժարվում, որտեղ դուք էլ չեք կատարել ձեր պարտավորությունները։ Ասում եք, դե մենք ուզում ենք, բայց չենք կարողացել։ Ասում, բա ձեր տարբերությունը ո՞րն է, քաղաքականության մեջ ուզել եւ չկարողանալ չկա։ Քաղաքականության մեջ կա բացարձակապես արդյունք եւ պատասխանատվություն։ Ինձ հետաքրքիր չի ձեր ցանկությունների աստիճանը, կամ դուք կարողանում եք, կամ չեք կարողանում։ Քաղաքականության խնդիրը մարդկանց համոզելը չի, որ ես արել եմ իմ լավագույնը, ինձ խղճացեք, իմ մոտ չի ստացվել։ Դուք կարողացել եք արդյունք գրանցեք, թե չեք կարողացել։ Այդքա բան։ Մի խոսքով եւ ընդդիմությանն եք հեռացնելու եւ իշխանության։ Առաջին քայլը բնականաբար ընդդիմափոխություն, առաջին քայլը։ Իշխանությունից առաջ։ Որի բնականաբար դա չի նշանակում, որ մենք պայքարում ենք ընդդիմության դեմ, որովհետեւ մեկ հետ մեր օրակարգում ընդհանրապես չկան, ինչպես նաեւ իշխանությունը։ Խնդիրը ընդդիմափոխության նա է, որ այս իշխանությանը որպես այլընտրանք ձևավորվի այդ միավորը, որովհետև քանի դեռ իշխանության այլընտրանքը ընկալվում է տիտղոսակիր ընդդիմությունը, հասարակությունը միշտ նախապատվությունը տալու է իշխանությանը, եւ դրա համար այս ամբողջ օրակարգի շրջանակներում նաեւ ընդդիմությունն է սրանով շարժվում։ Ասում եք, գիտեք ինչ, իհարկե ես վատն եմ, բայց տեսեք նա մեզնից ավելի վատն է, եւ այնպիսի տպավորություն, որ սպասում են, որ իշխանությունը շատ ավելի մեծ հակապետական գործեր իրականացնի, որ վերջապես համեմատության մեջ իրենց ավելի շատ վստահեն, որը բնականաբար չի լինի այդպիսի բան։ Հետևաբար պետք է այս փոխհամաձայնեցված խմբի իշխանությունը ճեղքել, իրականացնել ընդդիմափոխություն, որից հետո իշխանափոխություն եւ նոր դրանից հետո, երբ հասարակությունը հնարավոր կլինի ձերբազատել այս ներկա նախկին իշխանությունների կապանքներից, սկսած հանրային կարծիքի մանիպուլյացիայից, մնացածից, նոր հնարավոր կլինի սկիզբը դնել հայկական պետության։ Եվ հենց այդ ժամանակ ձևավորելով այդ բարենպաստ միջավայրը հնարավոր կլինի իրականացնել ազգային էլիտաների վերհանում եւ մեկտեղում։ Առանց ազգային էլիտաների եւ մեկտեղման հնարավոր չի կերտել որևիցե իմաստով կենսունակ պետություն։ Սա որպես առաջին եւ հստակ քայլ է ձեզ ասացի։ Ընդդիմափոխություն, իշխանափոխություն, հասարակությանը այդ քաղաքական ուժերի ազդեցությունից ձերբազատում, միջավայրի ձևավորում, ազգային էլիտաների հավաքագրում ու այսպես շարունակ, որը ու խորքային փոփոխությունը այդտեղից է սկսում են սահմանադրության փոփոխություն, որտեղ կամրագրվի հայկական պետության համահայկական լինելը, ազգային պետություն լինելը։ Սկիզբը անենք նոր ազնենք սահմանադրություն։ Ես ուղղակի քայլերը ասեցի, որ ուղղակի այս ամենը պարզապես խոսքերի մասին չի։ Դրա համար մարդիկ, որ գնում են այսօր ընտրատեղամաս, պետք է շատ լավ իմանան, որ իրենք ոչ թե գնում են քվեարկելու, այլ իրենք կատարում են ընտրություն, որի հիմքում պետք է դրված լինեն իրենց համոզմունքները եւ ոչ թե մեդիաների մանիպուլյացիաները։ Ձայնը տվեք նրան, ով ավելի շատ հնարավորություն ունի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։